Դերասանուհի Ռոզա Դավթյանն նորերս իր սոցիալական էջերում հայտնեց աշխատանքային նորության մասին։ Շատ շուտով հեռուստադիտողը կրկին նրան էկրաններին կտեսնի։ Իսկ մինչ այդ դերասանուհին շարունակում է ակտիվորեն ինստագրամյան հարթակում տարբեր հրապարակումներով կիսվել։ Այս անգամ նա ցույց է տվել, թե Ուֆա քաղաքից իր համար ինչ խնամքի միջոցներ է բերել։ Առաջարկում ենք դիտել նրա հրապարակած անբոքսինգ տեսակի հոլովակը։ Եթե ձեզ ինչ-որ մի պահ թվացել է, որ ես իմ ստիչերի կոլեկցիան թողել եմ իմ հայրական տանը, դուք չարաչար սխալվել եք։ Իրենք այսենց սիրուն թաքնված են իմ դրան ետևում։ Ուֆայից ես իմ հետ բերել եմ երկու մեծ տոպրակ անհասկանալի պրոդուկտներ, ու եկեք բացենք, տեսնենք ինչ կա։ Իդեպ ասեմ, որ քանի օր է եկել եմ, մի շաբաթ եւ ավել, ես ոչ մի պրոդուկտ չեմ օգտագործել, որպեսզի ձեզ ցույց տամ։ Սկսենք սրանց։ Տակ։ Սա աղա, հենց հիմա կբացենք։ Օ, հա, բույրը։ Օ, չեք պատկերացնի, ինչ սիրուն փայլուն աղա, սիրուն փայլուն աղա, բույրներ բոմբիչկա։ Սա հետաքրքիր բան է, պաստաներ են տարբեր համերի։ Ամենը կարելի է մեկով օրինակ ատամները լվանալ։ Հաջորդիվ բերել եմ այս սկրաբը։ Վաու, կրեմային զանգված չունի ինքը, միած կրաբել եմ բերել ու դա ուներ կրեմային զանգված, սա կտարբերվի։ Այս բրենդից բերել եմ գել, բայց առողջ ֆիքսողա, որովհետև հավանաբար իր մեջ ներառում է նաև խնամք։ Օ, սանրիկն էլ է բավականին լավ է, շատ լավն է, ավելի լավն է, քան իրանց ստանդարտ ֆիքսող գելերինը, հավանեցի։ Անցնենք մյուսին, հարթագույն մեծ պայուսակ է կոսմետիկայի համար, շատ սիրուն է, իմ նոր պրոյեկտի շրջանակներում կօգտագործեմ։ Բազում մասկաներ, ես ամենաշատը սիրում եմ Ֆորմի մասկաները իրանց գույների և փաթեթավորման համար։ Վարդագույնը, կանաչը, մյուս վարդագույնը, այստեղ գրած է glowing effect, միկրո խնամք և այլ իրենց ստիկերներից էին դրել, չէի տեսել։ Սա, այս երկուսը, շատ սիրուն են գույները։ Սա ուրեմն, ինչ-որ պարզվի կամերաս մաքուր չի ուղղակի։ Oil control, ուղղարտադրությունը օրվա ընթացքում կարգավորի։ Ճիշտն ասած օգտագործել եմ սա և այնքան էլ չեմ հավանել, խորհուրդ չեմ տա։ Shower gel, клубничный, փաթեթավորման համար եմ վերցրել, ճիշտն ասած, թացան ձեռոցիկներ։ Ահա, այս է վերցրել, վայ այնքան լավն է իր հոտը, լիմոնա ու երևի մարակուա, մենակ լիմոնա, Կարոյինկի քաղցր ձողիկների լիմոնի համի հոտնա։ Վերցրել եմ այսպիսի ձեռքի կրեմ և վերցրել եմ շատ անուշ բույրով նորից լոգանքի գել, պես նաև շատ հավանեցի փաթեթավորումը։ Այսքանն էին իմ գնումները և ես նաև ունեմ նվերներ, դրանք հավանաբար երեկոյան ցույց կտամ։ Ինչպես խոստացել էի, իմ նվերների անբոքսինգն ենք անում։ Սա մամայի կողմից է, և ես եմ ընտրել այս բույրը և բացել եմ արդեն օգտագործել եմ և գիտեմ ինչ բույր է, անտարբեր չի անցնում, հիմա սա կարծեմ նոր կոլեկցիայից է, մի քանի օր ցանել եմ ու տարբեր կոմպլիմենտներ եմ ստացել, և ամենաշատ ինձ դուր է գալիս, որ իմ օծանելիքների կողքին այսպիսի սիրուն սրվակ է լինելու։ Շնորհակալություն մայրիկ։ Հաջորդի վալիչկայի կողմից, իմ ընտրությամբ նորից, այսպիսի մի բան է, բայց հիմա մի րոպե տեսնենք այստեղ ինչ կա։ Այստեղ էլ, ահա, իրանց կրեմներից մեկն է կօգտագործեմ գուցե և դուր գա։ Հիմա անցնենք մեր գլխավոր արդ ու զարդին։ Ես չէի հավանել իրանց մեծ տարբերակները, այսինքն full size-ը, որովհետև անհարմար ես առհասարակ քեյսեր չեմ սիրում, եթե նկատել եք միշտ առանց քեյսի եմ, բայց սա իմ սիրտը գրավեց, ես վերջերս շատ հաճախ օգտագործում եմ իրենց գլոսը և արդեն միշտ ինձ հետ կլինի։ Եվ այստեղ Givenchy-ից ունեմ փոքրիկ նվեր, պայուսական նախատեսված կոսմետիկայի համար, շատ սիրուն իրենց լոգոն, շատ եմ հավանել,
կօգտագործեմ մեծ սիրով։ Ներսում ամբողջը իրենց լոգոն է։ Այսպիսով այսքանն էին իմ նվերները։ Սպասենք նոր նվերների, որպեսզի ունենանք նոր անբոքսինգներ։ Instagram-յան էջում Ռոզան հաճախ նաև անձնական լուսանկարներ է հրապարակում։ Օրերս հերթական լուսանկարներին կից Ռոզան հետևյալ գրառումներ արել. «Մեզ սիրել ստիպում է մենակությունը և միևնույն ժամանակ սովորեցնում ատել անմնացորդ։ Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել. սեր, սիրել բոլորին, հասկացա, որ ուրիշը ես եմ, և սիրել պետք է նրան, և ես երբեք այդպես երջանիկ չէի եղել, ինչպես այն ակնթարթում, երբ իմ մեջ զգացի այդ սերը»։ Այս խոսքերը Սոկրատեսի խոսքերն են, և Ռոզան ցիտել էր Instagram-յան հարթակում։ Մեկ այլ լուսանկարին կից էլ Ռոզան գրել էր. «Շարունակում եմ, որովհետև քաջ գիտակցում եմ, որ այս կյանքը լոկ մարտահրավեր է ու ինքնաճանաչողություն։ Մենք ամեն հանդիպումից հետո ճանաչում ենք ինքներս մեզ նոր ու շրջադարձային կողմից։ Ամեն նոր մարդ իր յուրովի ասելիքն ունի մեզ։ Բոլոր հանդիպումներն ու բոլոր ծանոթությունները դրանք վաղուց վաղ պլանավորվածներն են», Instagram-յան հարթակում գրել էր Ռոզա Դավթյանը։ Իսկ մենք հավելենք, որ դերասանուհին շատ հաճախ կիսվում է իր ընթերցած գրքերի գեղեցիկ տողերով։ Ինչպես արդեն նշեցինք, դերասանուհին շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ Վերջին ամիսների ընթացքում Ռոզան կրկին սկսեց նկարահանվել հեռուստասերիալներից մեկում։ Նրա դերը և կերպարը մեծ արձագանք ստեղծեցին։ Ռոզան պարբերաբար իր սոցիալական էջերում կիսվում է տարբեր հոլովակներով, որոնք երկրպագուները պատրաստել են իր և նրա խաղընկերոջ մասնակցությամբ։ Ռոզան նաև տարբեր առիթներով նշում է, որ այս հեռուստասերիալի նկարահանումներից և ցուցադրությունից հետո իր սոցիալական էջերը պարզապես ակտիվությունից վառվում են։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը հատկապես վերջին շրջանում շատ ակտիվ գործունեություն է ծավալում։ Երիտասարդ դերասանուհին սոցիալական հարթակներում էլ առանձնանում է իր խորը փիլիսոփայական գրառումներով։ Վերջին անգամ երեկ երեկոյան Ռոզան նոր գրառումով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ձեզ։ Բայց կան հաջողություններ, որոնք խլում են տալուց առավել, որոնք թվում են լինելուց առավել, որոնք տանում են ու կոտրած շպրտում են քեզ բախտի եզերքին, ու դու պիտի ճանկռես գետիններն ու վեր բարձրանաս, որովհետև քո մեծությունը բարձրանալու մեջ է։ Ահա այսպիսի գրառում էր արել Ռոզա Դավթյանը լուսանկարներից մեկին կից։ Չնայած նրան, որ երկար ժամանակ Ռոզան իր անձնական կյանքի մասին մանրամասներ չէր հայտնում սոցիալական էջերում և նույնիսկ հարցազրույցի ժամանակ չբացեց այդ թեման, նա անսպասելիորեն մի օր հայտնեց նշանադրության մասին։ Դրանից հետո դերասանուհին հանդես եկավ նախագծերից մեկում ցույց տալով իր դերասանական խաղը։ Հետևորդներից շատերն էլ փորձել էին ճշտել դերասանուհուց, արդյոք սիրելին դեմ չի եղել դերասանուհու որոշմանն ու առհասարակ ինչպես է եղել նրա արձագանքը։ Ռոզան էլ պատմել է սիրելիի արձագանքի մասին ու նոր հարաբերություններ սկսող աղջիկներին խորհուրդ է տվել չհավատալ այն սերերին, որտեղ դրանց կապանքների մեջ են պահում։ Ռոզան գրել էր հետևյալը. «Գիտեմ, որ ինձ հետևում են շատ աղջիկներ, ովքեր դեռ նոր պիտի ընտրություն կատարեն։ Ես ունեմ կարևոր ուղերձ։ Մի հավատացեք այն սերերին, որտեղ ձեզ կապանքների մեջ են գցում, զրկում են ձեզ հոգևոր երջանկություններից, ստիպում են հրաժարվել ձեզ հաճելի ու հոգեհարազատ գործերից, մարդկանցից։ Սերը դրա մասին չի։ Սերը ազատության մասին է, չափավոր, բայց և այնպես սահմաններ չճանաչող ազատության մասին։ Սիրել չի նշանակում բռնանալ, արգելել, կոտրել։ Չէ, սիրելը օգնելն է, աջակցելը, ոգևորելը։ Երբ առաջին անգամ խոսեցինք այն մասին, թե ինչ կարծիք ունի ինքը իմ ընտրած ճանապարհի մասին, ասեց. հպարտ ա, որ ես այսքան դժվարություններով հասել եմ հաջողությունների և պատրաստ ա կանգնի իմ կողքին, երբ ես նորից որոշեմ նկարվել որևէ նախագծում։ Ասեց, որ հպարտ ա, չասեց, չէ դու պիտի հրաժարվես քեզ երջանկացնող մի բանից, որ փոխարենը նոր երջանկության արժանանաս։ Ասեց, որ ինքը կամբողջացնի իմ երջանկությունը, ոչ թե կփոխարինի մի ուրիշ երջանկությամբ։ Ասեց ու մնաց։ Բա, երջանկությունը սրա մասին է, ընկերներ իմ, ու ես շատ երջանիկ եմ։ Հրապարակմանը կից գրել էր Ռոզա Դավթյանը։